Երևի թե չկա ձեր մեջ մեկ մարդ, ով որ չի օգտվել Պրոշյանի պահածոների գործարանի արտադրանքից, բայց ես չէի անդրադառնա այդ գործարանին, եթե չլիներ հերթական ուսապարգով, ով գնաց այդտեղ եւ փորձեց ինչ-որ PR անել, անիմաստ, չեմ հասկանում ինչ անում այս մարդը։ Ուրեմն այցելել էր Պրոշյան Գևորգ Բաբոյանը, ով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է։ Զավես Ստալին այն էր, որ ողջ արտադրանքի այդ խաոսի մեջ, այդ պատերի ոչ մաքուր եղնելու մեջ, ոչ հիգիենիկ պայվածքի մեջ, երբ որ Գևորգ Բաբոյանը կայնած առանց գլխարկի կամ հատուկ հանդերձանքի տեղում, որտեղ որ սնունդ են արտադրում, սա փաստում է մի բան, որ այս մարդը անգամ տարական հասկացողություն չունի, որ նման տեղերը գնում են պարտադիր հիգիենիկ հագուկապով։ Սա մի կողմ։ Գևորգ Բաբոյան իր խոսույթում շատ հետաքրքիր շեշտադրում արեց, որ այ տեսեք, այս արտադրանքի 20%-ը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց ժողովուրդ, այնտեղ կա նաև 80%-ը, այս դեպքում ուր է գնում այդ արտադրանքը։ Գևորգ Բաբոյանն երևի փորձեց մոնիպուլյատիվ ռեժիմ միացնել, որ տեսեք, Ամերիկա կերտա մեր արտադրանքը, բա 80 ուր կերտան, ժողովուրդ ջան։ Երևի Ռուսաստան։ Սա էլ մի կողմ։ Այս մարդիկ այնքան վատն են իրանց բնույթով, իրանց գաղափարով, որ իրանք չեն կարող մի արտադրամաս գնալ եւ ասել, որ այս արտադրամասը ստեղծվել է մեր օրոք եւ ծաղկել է, աճել է, չկա։ Երեք կակրած 3 մի գործարարի հետ Գյումրեցի խոսակցություն ունեցանք եւ փողոքվեց, որ 33% հարկ են վճարում։ Այսինքն, եթե ապրանքի գինը արժի 100 դրամ, սրա ինքնարժեքը 45 է, 33-ը հարկ են տալիս մարդիկ։ Հասկանում եք, թե չէ ինչ է սա։ Չեք հասկանում։ Ուրեմն 78 դրամը մարդը դուրս է տալիս, ընդամենը իր եկամուտը կազմում է 22 դրամ։ Բայց բերեք չմեղադրենք այստեղ Գևորգ Բաբոյանին եւ փորձենք ավելի ճիշտ գաղափարախոսություն բերենք առաջ, թե ինչն է պատճառը մարդկանց խնդիրների մեջ։ Ում տեսեք, Հայաստանում կան խոշոր արտադրողներ, խոշոր խաղացողներ, ինչպեսիք են Grand Candy, Spike, մյուս, իրանք մենձ են։ Եվ կար նոր ծնվող բիզնեսներ, նոր ծնվող արտադրություններ, Պրոշյանը խոշորը, բայց կա Պրոշյանի պես փոքրը, որը նոր է ելել ոտքի, ուզում է քայլել։ Այս մարդկանց մասին պետք է խոսենք։ Նախ արդեն ժամանակն է Հայաստանում մի ներքևի պլանկ են սահմանելու ցանկացած արտադրանքի, որովհետև ինչ է կատարվում։ Մարդը տնտեսվարող, ով որ ունի ավելի մեծ կապիտալ, կարող է միառ ժամանակ ինքնարժեքի ցածիկ վաճառել, խեղդել բոլորին մնալով միայնակը։ Սրա մասին ոչ մեկ չի խոսում։ Երկրորդ խնդիրը՝ խոշոր խանութների ցանցերը, ինչպիսիք են Երևան Սիցին, Ուտելովը եւ մնացածը, իրանք մարդու ապրանքը վաճառելուց հետո տոլի 40, տոլի 60 օրդոյն գումարը տալիս է մարդկանց։ Այսինքն, դաշես 22 դրամ եկամուտի մեջ է, մարդը պետք է նաև մտցնե այն որ ինքը պետք է վարկ վերցնե բանկից, որ շրջանառությունը պահե, որպեսզի Երևան Սիցին կամ Ուտելովը կամ մյուսը կարողանա այս մարդկանց հաշվին գեներացրած գումարներով խանութներ կառուցել։ Հասկանում եք, թե չէ ինչ է կատարվում։ Այստեղ փոքր, եթե դուք վաղը զարթնեք առավոտ, որոշեք ձեր տունը դնել գրավի տակ, վարկ վերցնել, բիզնես ստեղծել, խոշորը ձեզի կուտե, որտեղ պետությունը ոչ մի ոք չի տանում ձեր մասին։ Որովհետև պետական մոտեցում չկա։ Սրա խնդիրը պետք է լուծի նոր գալող կառավարությունը։ Ընդմիշտ մոռացեք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի թեզերով Նիկոլ Փաշինյանի մի առաջնորդվեք։ Առաջնորդվեք նոր թեզերով, նոր գաղափարներով։ Օրինակ տեսեք Սամվել Կարապետյանի ձևավորված մեր ձևով ուժը այսօր իրանցից չի խոսա, այլ իրանք մեր ձևովից կխոսան։ Ամբողջ ուսապարգերի բանակը այսօր կխոսա մեր ձևովից։ Իսկ մեր ձևովը իրանց մասին տարապես չի խոսա։ Սա է տարբերությունը, նոր գաղափարի, որը կբերեն
առաջ ու հինը պիտի մոռանանք եւ բոլոր ընդդիմադիրներն եմ կոչանում նմանատիպ ձևակերպում ունեցեք նմանատիպ առաջնորդվեք նման ձևով մոռացեք Նիկոլին մոռացեք Պեչադի վրայի արարածը սպանիկ Նիկոլի կաղապարներն առաջ բերելով Նիկոլը քացքնալ իրան կմոռանան մի հատ բան կբերեմ որով դուք սաղորել իրանից կխոսակ հերիք է ժողովուրդ վերջ տվեք ձեր դիտումների համար հիստերիաներ սարքելու մարդկանց գցել բանի մեջ ժամանակն է եկե մտածելու մարդկանց հետ գաղապարներով կիսվելու